Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, թվանքասեր հայություն ու նաև ողջունում եմ բոլոր ոսորներին, քանի որ մենք այսօր ավելի շատ ոսորդության թեմային ենք անդրադառնալու, զենքը որ պետք է ներկայացնենք, դա LOS 145 308 Win տրամաչափի զենքն է, bolt action տարբերակն է, զենքը ամբողջովին դասական ոճի մեջ է, փայտյա իրանով, պայստատուփը տանում է 3 փամփուշտ Եվ դե բնականաբար մեկն էլ փամփշտանոցում դուսա գալի 4 փամփուշտ։ Զենքի հետ առասարակ եթե գնեք, իր հետ լինում է նաև երկրորդ մագազինը, պայստատուփը։ Ով չգիտի LOS ինչա կոչվում, դա Ռուսաստանում դա փորձառու ոսորները վստահ եմ գիտեն, ուղղակի սիրողական մակարդակի ոսորների համար ներկայացնեմ LOS-ը դա որմս դուխն է հայերեն ասված Ռուսաստանում, Կանադայում, նման մեծ տարածաշրջաններում շատ կան, ընդունված որս է ու շատ մեծ մասշտաբի, այսինքն կիլոգրամանոց որս է շատ մեծ։ Իմ կարծիքով որպես ոսորդ շատ լավ հաշվի են առել իր կարճությունը, ունի մեխանիկական նշանառություն, այսինքն նշանոց նշանահատիկ, որը շատ էրգոնոմիկ է զագոնի, այսինքն փախնող կենթանու վրա աշխատելու մի խոսքով շատ հարմար է, գնալով կարելի ասել արդեն մի քիչ դժվար տեմպերով, բայց գնալով կատարելագործվում են ամեն ինչ հաշվի առնելով։ Ունի նաև բոցամարիչ տեղադրելու հնարավորություն, այսինքն պտուտակները փակ եւ բաց բոցամարիչի համար կարող եք տեղադրել ըստ ցանկությամբ։ Նախկինում էլի կրակել եմ այս զենքից, ադաչան բավականին լուրջ է, ոչ այդքան ցավալի, բայց զգում է զենքի հզորությունը։ Զենքը, ինչպես ասացի, կրակում է 300 տրամաչափի փամփուշտներ, մենք այժմ երկու տեսակ ունենք, մեկը Seller Belot-ն է, մեզ բոլորիս քաշ ծանոթ FMG տարբերակը, մյուսը Barnaul-ն է արդեն։ Մենք կփորձենք երկուսը փորձարկել, նախ առաջինը մի հատ փունջ հավաքենք, տեսնենք, իսկ մյուսը արդեն կփորձենք հեռավորություն աշխատել, ինչու՞ չէ նաև փորձել որպես փախնող կենթանուն, դե բնականաբար դեռ հլը չունենք փախնող կենթանիստը, բայց կփորձենք 300 մետրի վրայից կանգնած կրակել։ Զենքի տվիստը, հա, 11, վրան օպտիկան արկեն է, ունի նաև ինչն է նաև պլյուսներից այս զենքի, որ միանգամից ինքը գործարանային ունի պիկացինի, այսինքն 22 մմ-անոց օպտիկայի տեղադրելու հնարավորություն։ Մի հատ եկեք փորձենք ձգանը, շատ լավ էր, շատ փափուկ աշխատում է, բոլտը նույնպես, մնաց փորձենք հիմա արդեն խումբ կրակել, տեսնենք ինչ հնարավորություն ունի մեր LOS 145 308 Win-ը, գնանք, լավ չի, հերիք չի, կրակելու ենք երկու տեսակ FMG փամփուշտ, Barnaul, այսինքն ռուսական ֆիրմայի, մեկ էլ չեխական ֆիրմայի Seller Belot, դե ինչ 3 փամփուշտ կրակենք, տեսնենք ինչպիսի արդյունք կտա, իմիջիալոց ոսորների համար ինչն է սա պլյուս, որ փամփուշտը գցում ես, ինքը տանում է փամփշտանոց, այսինքն արագ արձագանքելու համար, փամփուշտները վերջանալուց հետո մի փամփուշտ, ոնց որ ասում եմ, վճռական դիպուկ կրակելու համար շատ արդյունավետ է։ Դա պլյուսներից մեկն է այս։ Փորձենք հիմա խումբ հավաքել, Barnaul 19 գրամ։ Լավ։ Այժմ փորձենք Seller Belot-ը աչքոմի թիրախի վրա
Ավարտեցինք խումբ կրակելու մեր փորձարկումները, այժմ գնանք տեսնենք, թե ինչ արդյունք ունենք։ Զենքը անվտանգ է, լիցքաթափված է եւ տեսնենք ինչ ենք արել։ Բաժանորդագրվեք մեր Patreon-ի ալիքին, հետևեք մեզ, որպեսզի ավելի շատ ինֆորմացված լինեք զենքից, զինամթերքից եւ նրա օգտագործման ու թե մաքրման ճիշտ կանոններից։ Ալֆա ջան, ալեքել տղես, դու ինչի ներքին արի։ Առաջինը, ինչպես որ մենք ասեցինք, Բարնաուլ 19 գրամն է, տեսեք մոտարապես տարբերությունը։ Ինքը վստահ եմ, որ ավելի կնեղանա, քանի որ զենքը նոր է, ակոսները մի քիչ ավելի կսկսեն աշխատել, ինչքան որ սկսեցի կրակել, ավելի շատ կսկսի նորմալ աշխատել։ Սա արդեն Seller Belot-ն է, մոտարապես նկարը սենց է, էլի վստահ եմ, որ ինքը ավելի կնեղանա, հաշվի առնելով փամփուշտի լավ լինելը եւ զենքի գնալով ավելի կատարելագործված լինելը։ Կրակելով ինքը ավելի է ոնց որ լավանում զենքը։ Խնդրեմ ձեզ, ով է զենքից ունի, պարտադիր ձեր փորձով կիսվեք կոմենտներում, նամանավանդ ոսորները ու կարող եք նշել DTK-ով ինքը ինչ ձև աշխատում, որ ֆիրմայի DTK-ն է լավ աշխատում։ Խնդրեմ ուղղակի ակտիվ լինել կոմենտներում ու ով է զենքից ունի, ու որ պատրաստվում է ունենալ, հաստատ դիտելու է այս հաղորդումը, ու իրանց համար ավելի շատ հետաքրքիր է լինելու։ Իսկ այժմ գնանք փորձել 300 մետր թիրախ խոցենք, տեսնենք ոնց կստացվի կանգնած վիճակում։ Սպասենք, երի action։ Փորձենք հիմա փամփուշտ լիցքավորել եւ շատ արագ 3 փամփուշտ, փորձենք շատ արագ ոսորդական ձևերով կրակենք տարբեր հեռավորություններ մինչև 300 մետր, քանի որ կանգնած ենք հիմա կրակելու։ Այժմ 300-ի կապուտը Անդրան, կարմիրի ձախ կողքինը։ Վերջացրեցինք մեր դիստանցիայի կրակը։ Զենքի համար առանձնատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ GNAM-ին, բավականաչափ տեսականիներ ունեն, որը որ նաև տրամադրեցին մեզ LOS 145-ը, շատ նորմալ զենքեր ինքներդ տեսակ, շատ անչափ շնորհակալ ենք, մենք շատ հաճախ համագործակցում ենք եւ դուք հաճախ կտեսնեք շատ նորանոր այլ զենքեր եւ թե փամփուշտներ։ Զինվեք սիրելի հայրենակիցներ, զենք ունեցեք, շատ պարտադիր բան է, ու նաև ով զենք ունի, թող ավելի գրագետ դա սովորի օգտագործել, իսկ ազատազենը դա հենց ձեր համար տեղ է, որտեղ որ կարող գաք սովորեք եւ ինչու՞ չէ նաև սովորեցնեք։ Լավ եղեք, միշտ նոր հանդիպում։